Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն կրկին եթերում է եւ մեծ հաճույքով ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Գիտեք, ամեն անգամ, երբ մենք տաղավար ենք հրավիրում մի անձնավորության, ում դուք լավ ճանաչում եք, խոսքս մեր լավագույն իրավապաշտպաններից մեկի փաստաբան Լևոն Բաղդասարյանի մասին է, ով այժմ նույնպես մեր տաղավարում է։ Նախ բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Բարև ձեզ, հարգանքներս, պարոն Միշել։ Գիտեք, այսօր իսկապես շատ այսպես ինքնատիպ օր է, հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատկական տոնը, ինչպես ասում են Քրիստով հարյավ իմերելոց։ Օրհնյալ է արությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ բոլորիս մեծ ավետիս։ Ձեր այսօրվա եթերը զուգադիպել է Զատկի տոնի հետ եւ ես դրա համար կրկնակի ուրախ եմ։ Շնորհակալություն, պարոն Ղուշյան, գիտեք, զուգադիպել ասեցիք, ասեմ հետեւյալը, որ պատահականություններ կյանքում չեն լինում։ Իմիջիալոց դա այդ խոսքի իրավունքը պատկանում է ճշգրիտ գիտության հիմնադիրներից մեկին Էյնշտեյնին, ով դա իմպերատիվ արձանել է, որ պատահականություններ չեն լինում։ Այո, այսօր պետքա մենք որոշեինք, որ պետքա եթեր մտնենք, շնորհակալություն հրավերի համար, պարոն Ղուշյան, նաև ինչու՞ չէ այս գեղեցիկ գարնանային օրվա հետ կապված արձանագրենք, որ քրիստոնեական համայնքը, որքան ես գիտեմ, աշխարհում համարվում է ամենամեծ համայնքը եւ այո, այսօր քրիստոնեական համայնքը տոնում է զատկական այս գեղեցիկ խորհրդով այդ զատկական տոնն է տոնում եւ ես ընդամենը թույլ տամ ինձ ասելու հետեւյալը, որ այո, շնորհավոր Սուրբ Զատիկ եւ լինենք այնքան հզոր, այնքան կայացած, որ այս գեղեցիկ օրով մեզ բռնենք այն գիտակցության մեջ, որ մենք կարող ենք սիրել, մենք կարող ենք օգնել, մենք կարող ենք ներել։ Պարոն Բաղդասարյան, ես պիտի ասեմ, որ մեր ունկնդիրները շատ հետաքրքիր են։ Ինձ վերջերս սկսել են հաճախակի մեղադրել, իբր ես Համլետ Ղուշյանս շատ անկողմնակալ եմ եւ չեմ ուզում, որ մենք լուսաբանենք Վարդան Ղուկասյանին առնչվող հարցերը եւ այն էլ չգիտեմ ինչու համար են նման կարծիք ստեղծել, բայց դուք էլ գիտեք, թե որքան եմ ձեզ հրավիրել եթեր, որպեսզի գաք եւ մենք ձեզ հետ փորձենք խոսել այդ անձնավորության մասին, ել չեմ խոսում, որ այն ինֆորմացիան, որ դուք տալիս եք մեր ունկնդիրներին, շատ իսկապես կարեւոր է։ Խնդրում եմ հանրությանը մեկ անգամ էլ ասեք, որ դա այդպես չէ։ Ես բարձրաձայնում եմ, որ ոչ միայն դա այդպես չէ, այլ շաբաթվա սկզբից սկսած վերջով ավարտված ամեն անգամ երբ առիթ լինում ենք իրար զրուցում ենք, պարոն Ղուշյան, դուք առաջարկում եք եւ ասում եք հանրությունը ինձ ստիպում է, որպեսզի ես լուսաբանեմ Դոգին Վարդան Ղուկասյանին, ինչ ունեք անելու։ Ես էլ միշտ ես պատասխանել եմ, որ ըստ էության կա խոսքի արժեք եւ ըստ խոսքի անհրաժեշտության դեպքում բնականաբար կտեղեկացնեմ։ Եվ եթե Վարդան Ղուկասյանի հետ կապված հարց կա, սիրով պատասխանեմ, պարոն։ Դե հարցերը իհարկե կան, բայց ես ուզում եմ մեր ունկնդիրներին ասեմ, որ սիրելի բարեկամներ, բաց TV-ն իսկապես բաց հարթակ է, Փակ TV-ն ավելի ճիշտ բաց հարթակ է, որովհետեւ մեր նպատակը, մեր գերագույն նպատակը տաղավար հրավիրել մարդկանց, ովքեր ասելիք ունեն, ովքեր կապ չունի, մենք կաշկանդված չենք, մենք ոչ մի կուսակցության, ոչ մի կառույցի հովանավորության ներքո չենք, որպեսզի կատարենք, ինչպես ասում են, այս կամ այն քաղաքական ուժի պատվերը, մենք ազատ ենք եւ խնդրում եմ, որ դուք էլ դրանում համոզված լինեք, որ այն մարդիկ, ովքեր գալիս են մեր տաղավար, նրանք նույնպես անկաշկանդ են եւ չպետք է մտածեք, որ նրանք ինչ որ կառույցի, ինչ որ կուսակցության պատվեր են կատարում։ Պարոն Բաղդասարյան, իրականում իհարկե վիճակը այնպեսին է, այ հիշատակեցիք Վարդան Ղուկասյանին, ասեցիք, որ եթե հարցեր կլինեն կապված, հարցեր շատ են, ավելին ձեզ ասեմ, մարդիկ հետաքրքրում են, ի վերջո, ինչպես կավարտվի Վարդան Ղուկասյանի ոդիսականը։ Շատ լավ, պարոն Ղուշյան, Փակ TV-ի հետ կապված ես ուզում եմ նաև հետևյալ կարևոր արձանագրում անեմ, այո, Եզակի TV իմ կարծիքով, կարծում եմ չեմ սխալվում, ով մշակույթ է ձևավորում, որ կարա լինի ազատ անկախ բոլորի համար, կարա լինի ազատ հարթակ բոլորի համար,
Եվ միակ պայմանը, որ դուք դնում եք, ես նաև դրել եք իմ առջև եւ բոլորի առջև, պարտադիր պայման դա է եղել, որ ինչպես ուզում ես խոսա, ով ուզում ես եղի, բացառվում է վիրավորելը, բացառվում է սադրելը, բացառվում է բռնության կոչեր անելը։ Մնացած ֆորմատով, այո, փակ TV-ն այսօր նմուշային, էտալոնային տարբերակը մնացած TV-ների համար, ի տարբերություն շատ TV-ների, եթե ոչ բոլորի, ովքեր ուղղակի ուղղորդված են, կամ տվյալ կուսակցության կողմից, կամ ինչ-որ անհատի կողմից, օրինակներ կարող են բերել ինչպես օպոզիցիոն դաշտում, այնպես էլ իշխանական դաշտում, ասենք հայկական ժամանակ թերթում դու չես տեսնի քննադատություն վարչապետի հասցեին, պայմանական նախկին իշխանավորների TV-ներում անուններով չասեմ, դու չես կարող տեսնել քննադատություն նախկին իշխանությունների մասին։ Փակ TV-ին դու դա կարող ես տեսնել եւ դրանում ամեն ինչ ասված է։ Այո, պարտադիր պայման իմպերատիվ դրվում է եւ ճիշտ եք անում, որ ամեն ինչ կարող եք խոսել, բացի վիրավորելուց, բացի սպառնալիքներ հնչելու կոչերից։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի գործին, դե գիտեք, դատական լսումներ ա գնում, ընդամենը այս բային կարող եմ տեղեկացնել հանրությանը, որ բավականին մեծ ապացուցողական բազա այսօր ունի պաշտպանական կողմը ցույց տալու մեղմ ասած ոչ իրավաչափ միջնորդությունը, որը որ արվել է ամերիկյան պետական լիազոր մարմնի իդեմս դատախազության կողմից։ Ընդամենը ես ժամանակին ասել եմ, նորից տեղեկացնեմ հանրությանը, որ այն միջնորդությունը, որը Հայաստանի պետական լիազոր մարմնի դատախազության կողմից ուղարկվեց 2023 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այդ միջնորդությունը ժամանակավրեպ է բխող բոլոր իրավական հետևանքներով։ Ամփոփելով միտքս, կրկնվում եմ, բավականին մեծ ապացուցողական բազա այսօր ունի պաշտպանական կողմը ներկայացրել եւ դատապրոցեսի ընթացքում նաեւ ներկայացնելու է դատարանին։ Ինչու՞ չէ նաեւ տեղեկացնեմ, որ որոշ նաև շագրգիռ անձիկ իրենց խոսքն են բարձրացրել եւ կարծում եմ նաև կբարձրացնեն դատանում ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։ Թե դրանք ինչպիսի խոսք են եւ ով կողմից է արվել, դա կարծում եմ հետագայում հանրության հայտնի կդառնա։ Այնուամենայնիվ, ըստ ձեզ, որն է Վարդան Ղուկասյանի վարկանիշի այդքան բարձր լինելու գաղտնիքը, ինչու՞մն է կայանում այդ ամենը, որն է նրա ֆենոմենը։ Գիտեք, շատ տեղին հարց տվեցիք։ Վարդան Ղուկասյանն ըստ էության դարձավ սանիտարը մեր երկրում եւ ըստ էության նա ոչ միայն բարձրաձայնեց, այլ նաեւ բացահայտեց։ Ոչ միայն բացահայտեց փաստեր, այլ նաև փորձեց տա եւ տվեց իրավամբ դրա կատարման եղանակները, ձևերը եւ այլն։ Գիտեք, ըստ էության Վարդան Ղուկասյանը ունենալով տարիների մեծ փորձ պրակտիկ օպերատիվ հետախուզական աշխատանքի, նա ոչ միայն գիտեր ձևերը բացահայտելու բավականին կոռուպցիոն եւ այլ սխեմաների, այլ նաև որպես օպերատիվ պրոֆեսիոնալ նաև գիտեր, թե ինչպես կարելի է, որպեսզի այն մեխանիզմները ներդնել, որպեսզի կարողանալ բերել երկիրը մի կարգավիճակի, որը երազում է այսօր օրինապաշտ քաղաքացին։ Գիտեք, ես ընդհանրապես կողքից եմ լսել եւ չկա մեկը, ով իր հետ աշխատել է եւ չբարձրաձայնի, որ նա ուներ պրոֆեսիոնալ մեծ գիտելիքներ ուներ եւ եզակի օպերատիվ աշխատող էր, որը կատարում էր ամենաբարձր պատասխանության զգացումով իրեն վստահված աշխատանքը։ Դա է եղել պատճառը, որ այսօր հանրության առաջ 3-4-5 տարի դնել եւ ընդամենը համացանցի միջոցով խոսել փաստերից, բարձրաձայնել եւ բացահայտել եւ հանրության կողմից ընկալվեց։ Այո, այսօր հանրությունը հավատում է, որ Վարդան Ղուկասյանը կարա այն ինչ որ ասում է, կարա նաեւ պրակտիկայում իրականացնի,
օրենքով սահմանված կարգով իհարկե չարգելված եղանակով, եւ դա է պատճառը, որ իդեմս Վարդան Ղուկասյանի տեսնում է, այսպես ասած, անձնավորության, ով այն ինչ որ երազում է այսօր օրինապաշտ քաղաքացին ի վիճակի է ի կատար հացելու։ Մի կարևոր հանգամանք եւս, գիտեք, անկախ նրանից արդեն Վարդան Ղուկասյանին թող ներվի, կսպանեն, ֆիզիկական հաշվառդեր կտեսնեն, կամ հակառակը Վարդան Ղուկասյանն նորից դուրս կգա իր բացահայտ հրապարակային ելույթներով որպես հասարակական քաղաքական գործիչ, ջինը արդեն բաց է թողնված եւ եթե Վարդան Ղուկասյանը ֆիզիկապես քիչ առաջ ասեցի հաշվի արդար տեսնեն, Վարդան Ղուկասյանի նման արդեն տասնյակներով, հարյուրներով վարդանիկներ են դուրս գալու, որոնք արդեն այն գաղափարի կրողն են, որ այս 4-5 տարվա ընթացքում Վարդան Ղուկասյանը ներմուծեց։ Պարոն Ղուկասյան, սա բավականին գլոբալ թեմա է, թույլ տվեք մի փոքր ես շեղվեմ, բայց էլի կենտրոնում լինելու է Վարդան Ղուկասյանը։ Գիտեք, Կիլիկյան Հայաստանում, նախ ասեմ, Կիլիկյան Հայաստանի օրենսդրությունը հետագայում գնաց Եվրոպա, Ամերիկա, Ասիա եւ անգլոսաքսոնական իրավական համակարգը եւ ռոմանո-գերմանական իրավական համակարգը բավականին շատ իրավական հարցերով, այսպես ասած, լավ իմաստով գողացավ Կիլիկյան Հայաստանի իրավունքից։ Եվ այնտեղ, երբ մեր ասեմ, որ հեղինակ Կիլիկյան Հայաստանի օրենսդրության, այսպես ասած, եղել է Սմբատ Սպառապետը, մարդ, ով նաև եղել է զինվորական, եւ պատմությունը ասում է, որ նրանից սարսափել են բոլոր հակառակորդների թշնամիները։ Ահա այդ մարդը նաև Աստծո ուժով ես վստահ եմ, ինքը գրել է նաև Կիլիկյան Հայաստանի օրենքը։ Եվ գրելուց առաջ օրենք գրելը դա ինքնանպատակ չի։ Գրելուց առաջ, որպեսզի թե տվյալ հոդվածը ինչ գործառույթներ պետք է իրականացնի եւ այլն, փորձել է հասկանա տվյալ գործառույթի նաեւ պատճառահետևանքային կապը, ինչպես անել, որ նորմալ խաղի կանոն դրվի եւ հետո կիրառել սանկցիա, չգիտեմ, կարող եմ բացատրել թե չէ, եւ Կիլիկյան Հայաստանում նա ներմուծեց հետեւյալ կարևոր իրավանորմը։ Իսկ ինչու չգողանալ այն, ինչը լավ պահված չի եւ իրենից արժեք է ներկայացնում։ Այսինքն հիմնակարը դրեց հետեւյալը, որ եթե մի բան հնարավոր է գողանալ եւ լավ պահված չի եւ իրանից առավելևս արժեք է ներկայացնում, ով ուզում է լինի տվյալ քաղաքացին, չգիտեմ ով տվյալ անձը, նրա մոտ առաջանալու է այդ գայթակղվածությունը։ Երբ այդ գայթակղվածությունը չառաջանա, առաջի խնդիրը պետք է լինի այնպես անել, այնպես պահել, որ դիմացինը հասկանա դրված է խաղի կանոն, որ դու չես կարող իրավունք չունես ուղակի, եւ երկրորդը, եթե դու զանցում ես այդ իրավունքը, ուրեմն դրա համար պետք է պատժվես։ Իմիջիալից այս իրավանորմը հետագայում գողացավ նաեւ եվրոպացիները եւ նացիստական Գերմանիայի Գեբելսի հեղինակային խոսքերից մեկն է դա եղել եւ ինչի չգողանաս, եթե ինքը լավ պահված չի եւ իրենից արժեք է ներկայացնում։ Հիմա այս հետաքրիր պատմությունը, որ պատմեցի, ասել ես որն է, գիտեք, կլինի նախկին իշխանավոր, կլինի ներկա իշխանավոր, կլինի վաղվա իշխանավորը, եթե դու չես կարողանում այնպես խաղի կանոնը դնել, որ ապրանքը լավ պահես, ապա գողացողներ միշտ լինելու են։ Եվ եթե դու փորձելու ես խոսած կոռուպցիայից, նաև հիմա են խոսում, այդ կոռուպցիան եղել է կա եւ լինելու է այնքան ժամանակ, քանի դու ռիսկը չես նվազացնում եւ չես դնում այդ խաղի կանոնը։ Գիտեք, օրինակներ ես բազմաթիվ կբերեմ։ Չնայած հիմա մի փոքր միգուցե նավթալինի հոտ է դրանից գալիս, ինչպես ժողովուրդն ասում, ԽՍՀՄ փլուզումից հետո սովետական միության ողջ ինդուստրիան, ողջ արդյունաբերությունը, ողջ հարստությունը մի 2 տարվա ընթացքում տոտալ ձևով թալանեցին։ Մեկը պատասխան տվեց, մեկը պատասխան չտվեց, ինչպես կասել են թվերին Արշակ Սադոյանը, սլաքավարներն են մենակ պատասխան տալի են, վերև նստածները պատասխան չեն տալիս։ Դրանից հետո մենք ունեցանք այլանդակ, ես կասեի, ընտրություններ, որտեղ տոտալ ձևի խաղի կանոններ դրվում, թե ինչպես
չի կարելի ընտրությունները կատարել եւ դա ուղղակի անուղղակի անցնում էր, ասենք, մեր քաղաքացին ընտրողներին։ Դրանից հետո մենք ունեցանք այսօրվա, ասենք, գործող իշխանությունը, ով հրապարակային հայտարարեց վերջ զորբաներին, կոռուպցիան եւ այլն, տեսնում ենք ինչա կատարվում, չեմ ուզում անձնավորեն ոչ մեկին, այ հենց հիմքը դրանից պետք է ստեղծել եւ դնել։ Դու պետք է դնես այնպիսի խաղի կանոն, որ այդ խաղի կանոնին դիմացինը ենթարկվի։ Այս հերթականություն 90-ականներից մինչ հիմա որ ես եկա, ասելս դա էր, որ դնում էին խաղի կանոն քաղաքացու առաջ եւ այդ քաղաքացին ստիպված կամ ենթարկվում էր, կամ արտագաղթում էր, կամ էլ ըմբոստի որոշակի տեսակ կար գնում էր դատապարտվում էր։ Այ Վարդան Ղուկասյանը ցույց տվեց, որ հնարավոր է դնել խաղի կանոնը, այսինքն մարդը իմանա, որ այս ապրանքը այնքան լավ է պահված, որ դու իրավունք չունես գողանաս, բայց եթե դու կգողանաս այս ապրանքը հանգարց, ոնց որ ինքն էր ասում, բիզիմդիր թե չգիտեմ ինչ կլնես։ Այ Վարդան Ղուկասյանի տարբերակը հենց դա էր, եւ դա է պատճառը, որ այսօր ինքը ունի բազմաթիվ նվիրյալներ եւ հետևորդներ։ Գիտեք, չեմ անձնավորում բացարձակ, նաեւ չեմ ուզում ինչ որ մեկի արժեքը, քաղաքական գործի արժեքը թերիացնեմ, բայց այսօր որ լավագույն ընտրազանգված ունի Վարդան Ղուկասյան եւ դա փաստ է, ես կարծում եմ պատճառը դա է։ Պարոն Բաղդասարյան, եւս մի հարց, որը կարծում եմ մեր ունկնդիրներին նույնպես հետաքրում է, խոսքս ձեր իրավական գնահատականներ այն կապակցությամբ, որ վերջին շրջանում քաղաքական դաշտում ակտիվացել են նաև հոգևորականները, մասնավորապես մենք տեսանք, թե ինչպես էր ակտիվացել Մագրատ Սրբազանը, հիմա էլ Շիրակի թեմի առաջնորդին ենք մենք հաճախակի տեսնում այս ոլորտում։ Նայեք, նախ արձանագրենք, որ մեր հիմնական օրենքով սահմանադրությամբ հայ առաքելական եկեղեցին ունի հեգեմոն դեր եւ դրանում ամեն ինչ ասված է, եւ ավելին բազմաթիվ են եղել այս վերջի տարիների ընթացքում նաեւ 10-15 տարի առաջ փորձ է կատարվել նաև այսպես ասած թույլատնել հայ առաքելական եկեղեցուն իր գործառույթները, որպես հայ առաքելական եկեղեցու տիպիկ ներկայացիչ կանգնած եմ եւ կանգնել եմ հայ առաքելական եկեղեցու կողքին, դա հանրահայտ փաստ է։ Հիմա անդրադառնանք մեր հոգևոր հայրերի, այսպես ասած, գործառույթներին, որ իրանից ենթադրում է քաղաքական բնույթի, այո, ճիշտ նկատեցիք։ Ես կարծում եմ դա ոչ միայն սահմանադրության խախտում է հիմնական օրենքի մեր, քանի որ եկեղեցին անջատ է պետությունից, այլ նաև դա կարծում եմ չի բխում հայ առաքելական եկեղեցու այդ կանոնակարգային գործառույթներով։ Ես բացարձակ բան չունեմ Սրբազանի նկատմամբ, բայց եթե Սրբազանը Բագրատ Սրբազանի մասին է խոսքս, եթե Սրբազանը ցանկանում է որ պետքա քաղաքական գործունեություն իրականացնի, ապա նա պետքա կամ ոնց է իրանց կանոնակարգով, չգիտեմ, կամ պետքա կասեցնի գործողությունը եկեղեցու, այո, կամ էլ կարգալույծ արվի, այսպես ասած, այո, դա ցանկացած անձի սահմանադրական իրավունքն է, թե ինքը ինչ գործողություն պետքա կատարի, բայց կան նաև սահմանափակումներ, այսինքն նման դեպքում, եթե դու հոգևոր առաջնորդ ես ներկայանում, դու ունես պոզիտիվ պարտավորություն ներկայանալ հոգևոր առաջնորդ եւ ոչ քաղաքական գործիչ։ Նույնը նաև Գյումրու Սրբազանի մասին է, Սրբազան Միքայել Աջապահյանի մասին է խոսքը, ես մեծ հարգանք ունեմ վերջինիս նկատմամբ, առիթներ ա եղել, տեսել եմ վերջինիս ըմբոստ տեսակը, հոգևորականի ըմբոստ տեսակը անհրաժեշտ, ես դա տեսել եմ, բայց եթե իրավամբ նա որոշել է, որ պետքա դուրս գա քաղաքականություն եւ պետքա իր քաղաքականության դուրս գալուց հետո իր քննադատական սլակները ուղղի այս կամ այն կառույցիկ, այս կամ այն կուսակցության նկատմամբ, ապա դա ես կարծում եմ հարիր չի, իմ սուբյեկտիվ կարծիքն է հարիր չի հայ առաքելական եկեղեցու որպես հոգևոր հոր։ Այ տեսեք, հաղորդման սկզբում ես ասի Երան են մարդուն, հիմա եմ ասում Երան են մարդուն, ով այնքան կա, որ կարա օգնի, ների եւ սիրի։
եւ վերջինաշով Աստված սեր է եւ եթե այդ սերը կա քո մեջ դու այլ աշկերով ես նայում աշխարհին, այլ աշկերով ես նայում նույն կոռուպցիոներին, այլ աշկերով ես նայում նույն այն իշխանավորին ով առերևույթ ասենք ոչ ճիշտ գործողություններ է իրականացել մեղմ ասած եւ դա ավելի դրա տիպիկ օրինակը կարող է պետքա լինեն մեր հոգեվոր հայրերը ոչ թե լոկալ հարթության վրա վերցնեն եւ այսպես ասած թռնեն մեկի դեմքին դա ուղղակի էս բացառում ուղղակի էս չեմ կարողանում դիտել իրավաչափ Պարոն Բաղդասարյան, եթե այնպես ստացվի, որ երկրի կառավարման ղեկը հայտնվեր ձեր ձեռքին, առաջին բանը որ կանեիք, որը կլիներ։ Պարոն Օշյան, նախ ուզում եմ արձանագրեմ, որ ես կարծում եմ այս տասնյակ տարիների ընթացքում այնքանով որքանով Աստվածին շնորհք է տվել, ես իմ պարտքը կատարել եմ իմ երկրի հայրենիքիս նկատմամբ, այժմ անկեղծ եմ ասում, ցանկանում եմ վայելել եմ կյանքը ոչ այն հարթակում, բայց ես ասեմ հետեւյալը իմպերատիվ եմ ասում Առաջինը կհայտարարի օրենքի դիկտատուրը եւ կսկսեի ինձանից հավասար բոլորի եւ երկրորդը օրենքի ուժով, օրենքով սահմանված կարգով չարգելված եղանակով կսահմանափակեի կհասնենք կբերեմ մի մակարդակի, որտեղ կուսակցությունները կհասնեն 1/2 եւ կածանցվենք դառնային 10-րդական, դա իմ իմպերատիվ կարծիքն է, եւ միևնույն ժամանակ կբերեմ մի հարթակի, որ սոց ցանցերում մարդիկ սոց ցանցերի ցավ չկպնեն։ Այսօր նայում եք թող ներվի կտվորուց մինչև երկրի բարձր դուռը Facebook-ա ցավա կպած։ Եվ այդ Facebook-ի սոց ցանցերի մեջ դուք տեսեք այդ խոսքի ատելությունը։ Ինձ թվում է անգամ հատուկ ուժերը դա դեմոկրատիայի, չգիտեմ ինչի անվան տակ հատուկ են անում։ Այստեղ անհրաժեշտ է, որպեսզի իշխանական պետական լիազոր մարմինները եւ կարողանան գիտակցությունը փոխեն հանրության, որ իր քաղաքացին է, այսպես ասած, եւ կարողանան տոտալ ձևով հասցնեն նվազագույնի։ Ես դա առաջի քայլը դա կանեի եւ բավական օրենքի դիկտատուրա հայտարարելուց հետո ընդամենը 30-40 օրվա ընթացքում վստահեցնում եմ ձեզ ամեն ինչ իր տեղը կգնի։ Սիրում եմ այդ օրինակները բերել ԱՄՆ-ի նման հանցագործ երկիրը օրենքի դիկտատուրայով դարձավ ԱՄՆ, մեր վերջի օրերի ժամանակ Սինգապուրը թող ներվի փողոցում գնում էին, միզում էին այդ ձևի անարխիա էր, այսպես ասած երկրում բացարձակ չուներ կոմունիկացիաներ, գնացեք Սինգապուր, տեսեք օրենքի դիկտատուրան ինչի բերեց այդ մարդկանց։ Եվ դա դասական տիպիկ օրինակը նաև Իսրայելն է, որը 40-ական թվականներին կարողացավ մի մակարդակի բերել այն հողակտորը, այսպես ասած, որը հետո կոչեց հայրենիք։ Ես դա կանեի։ Հրաշալի է, դե քանի որ մենք ասացի հաղորդման սկզբում հանդիպել ենք Սուրբ Զատկի այս պայծառ օրը, ես ուզում եմ ձեզ մեկ անգամ եւս շնորհավորել, մաղթել ամենայն բարին, հիշեք, որ կա Փակ TV-ն, որտեղ ձեզ միշտ սպասում են եւ առիթի դեպքում խնդրում եմ ավելի հաճախակի մեզ հյուրընկալվեք։ Շնորհակալություն զգացված եմ պարոն Ղուշյան եւ այնպեսի տպարություն չստացվի, որ սկսում եմ գովազդել Փակ TV-ին, բոլոր TV-ներն էլ լավ են, բայց իմպերատիվ եմ արձանագրում, սա այն TV-ն է, ներքուստ կարողանում եմ զգալ, այսպես ասած 100%-ով, որտեղ բոլորը կարող են գալ եւ իրենց կարծիքը հայտնել։ Եվ կրկնվում եմ, շատ ճիշտ մշակույթ եք դուք դրել պարոն Ղուշյան, ով ուզում է թող գա, ինչ ուզում է թող ասի, բայց չվիրավորի, չսպառնա եւ այդ կարգի գործողություններ, որոնց արդյունքում այսօր համատարած մենք ամեն քայլափոխի տեսնում ենք դա։ Ես եւս բարի երթեմ մաղթում ձեզ պարոն Ղուշյան, Փակ TV-ին, նաեւ ցանկանում եմ, որպեսզի այն անձինք, ովքեր իրոք հավատում են Փակ TV-ին, իրենց նվազագույն լուման ներդնեն, որպեսզի Փակ TV-ն կարողանա գոյատևի, որպեսզի Փակ TV-ն կաշկանդված չլինի ինչ-որ մի օլիգարխի կամ ինչ-որ մի կուսակցության կողմից կատարվող ծրագրային ինչ-որ գործառույթներ։ Շնորհակալություն բարեմաղթանքների համար, շեի բարեկամներ, վերջում են ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հետևորդներին, որոնք դարձել են Փակ TV-ի լավագույն բարեկամը եւ իհարկե շնորհակալ ենք այն աջակցության համար, որ մենք զգում ենք ձեզանից, իսկ նրանք ովքեր դեռ չեն բաժանորդագրվել Փակ TV-ին,
խնդրում եմ արեք այդ ամենը արագ բաժանորդագրվեք, որտեղ Փակ TV-ն ձեզ համար է աշխատելու, ձեր խնդիրներն է լուսաբանելու եւ ինչպես ասաց պարոն Բաղդասարյանը, մենք հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ասելիք ունեն, ովքեր կարող են գալ, բայց երբեք չմոռանան, որ որևիցե մեկին վիրավորելու, վարկաբեկելու իրավունք չունեն մեր եթերում։ Այսօր այսքանը, մնացեք լավատես, ցտեսություն։